Այ քեզ հրաշք $600 սարքը պարզապես ոչնչացնում է Apple Vision Pro-ին։ Բրեք, ձեզ գցել է քաց ու տակ ու տշում է։ Ողջույն սիրելի հետևորդներ, ինչպես տեսնում եք Meta Quest 3։ Այսօր unboxing եմ անում Meta Quest 3-ը եւ իհարկե բնականաբար ինֆորմացիա, տեստեր, ինչ սարք է, ինչի համար է նախատեսված եւ ում համար է նախատեսված։ Ասեմ, որ Meta Quest 3-ի հիմնական եւ ուղիղ մրցակիցը դա Apple Vision-ներն են, որոնք շուկայում բազմաթիվ են, այսինքն տարբեր պարամետրերով կան M2 չիպով, կա M5 չիպով, կա մի խոսքով գոյություն ունի նորագույնը, գոյություն ունի մի սերունդ ավելի հինը եւ Meta Quest-ը շատ հստակ, շատ ուղիղ մրցակից է Apple Vision Pro-ին։ Նախ շտապ եմ տեղեկացնել, որ Ցուկերբերգը այս որոշմանը եւ այս սարքին եկել է ոչ մի անգամից, ինչպես Apple-ը, այսինքն Apple-ը ինչ արեց, որոշեց, որ ինքը պետք է այդ շուկայում լինի։ Որոշեց, մտավ շատ անհաջող մուտքեր Apple-ինը, քանի որ անհասկանալի սարք է Apple-ը եւ app-եր իր վրա չկան, բրաուզերներ չկա, YouTube-ի app-երը չկան, մի խոսքով դրա մասին հիմա ավելի մանրամասն կներկայացնեմ։ Սկզբից Meta Quest 3-ի մասին։ Սա ինչպես տեսնում եք 512 GB-անոց է 4K resolution, այսինքն ներսի էկրանները 4K ցույց են տալիս, շատ խոստումնալից է։ Եկեք բացենք եւ հասկանանք, թե տուփի մեջ ինչը մտնում։ Սա հասկանալի է, սա է հիմնական սարքը, սա մեզ պետք չի, սրանք նույնպես մեզ պետք չեն, պաշտպանիչ այդ շերտերն են, հիմնական սարքն է, գլխարկը այսպես ասած, վիրտուալ իրականության գլխարկն է Meta Quest-ը, տուփի մեջ կա երկու հեռակառավարման վահանակ, հիմա կհասկանանք, թե ինչի համար է այս ամենը, սեղմակներով տարատեսակ պետք է սա ընդամենը հասկանալ։ Էլ ինչ ունենք տուփի մեջ, տուփի մեջ ունենք նաև նրա լիցքավորման լարերը, լիցքավորման լարն է, արագ լիցքավորման գլխիկն է եւ մի փոքր, ես ինչպես սիրում եմ նշել, մակուլատուրա Meta Quest 3-ի մասին, ինչ չի կարելի անել Meta Quest-ով նախ եւ առաջ, դե Միացյալ Նահանգներում միշտ գրում են ինչ չի կարելի անել։ Եվ ի տարբերություն Apple-ին ես շտապ եմ տեղեկացնել, որ այստեղ նորմալ կոմպլեկտացիան, այսինքն տուփը երբ որ դուք բացում եք, իր մեջ ամեն ինչ կա, ինչը չեմ կարող ասել Apple-ի եւ Apple-ի տարատեսակ device-ների մասին։ Հիշում ենք, այլևս դադարել են այս գլխիկները դնել լիցքավորման, շատ տեղեր լիցքավորման լարերը չեն դնում Apple-ում, չգիտեմ ինչի անունը դրել են, դա բնությանը մենք օգնում ենք։ Մի փոքր անհասկանալի է, թե ինչպես են բնությանը օգնում, հատկապես երբ որ այս բոլոր սարքերի մեջ տեղադրված են ոչ այդքան բնությանը օգուտ տվող մարտկոցները, որոնց արտադրությունը շատ թունավոր process է։ Դե ինչ, պատրաստեք, գնացինք։ Այստեղ ինչպես տեսնում եք 1, 2, 3, 4, 5, 6 հիմնական տեսախցիկ է տեղադրված, սա ձեր աչքերը կարգավորելու համար է, այսինքն աչքերը մոտեցնում եւ հեռացնում են, սա ձայնի սեղմակն է, ձայնը բարձրացնում իջացնում ենք, սա միացնելու սեղմակն է այստեղ եւ այստեղ ցանկացած տեղ երկու անգամ հարվածում եք, տեղափոխում եք վիրտուալ իրականություն։ Meta-ի լոգոտիպն է բացում ամենասկզբից եւ առաջարկում է միանգամից, որ մենք զբաղվենք նաստրոյկաներով իրա, այսինքն կարգավորումներով զբաղվենք, որպեսզի device-ը կարողանանք գործարկել։ Այստեղ մի շատ կարևոր բան են արել, ինչպես տեսնում եք, այս թելերը թույլ չեն տալիս, որպեսզի հեռակառավարման վահանակները ձեռքից ընկնեն։ Հիմա հասկանանք, թե ինչ է Meta Quest 3-ը իրենից ներկայացնում, Ցուկերբերգենք նշում են, որ սա ոչ թե վիրտուալ իրականության գլխարկ է, այլ միախառնված իրականություն է։ Հիմա որ ձեր համար պատկերավոր լինի, ես տեսնում եմ համ օպերատորին եւ տեսնում եմ իմ այստեղ էկրանները եւ բնականաբար հիմա հասկանանք, ասում են, որ սա բաց համակարգ է։ Համակարգը Android համակարգ է, այսինքն ամեն ինչ կարող եք ներբեռնել, ամեն ինչ աշխատում է իր վրա, հիմա բացենք հիմնական մենյուն եւ այ քեզ հրաշքի տարբերություն վերը նշված ընկերության YouTube-ի առանձին app-ը կա, WhatsApp-ի app-ը կա, Instagram, Facebook, դրան գումարած
նորմալ բրաուզեր կա, որով դուք ցանկացած տեղ կարող եք մտնել, բոլոր հեռուստաալիքները, որոնց ուզում եք բաժանորդագրվել կա, եւ ամենակարևորը այստեղ խաղերի հզորությունն է, այսինքն գլխարկը եւ մեջը տեղադրված չիպը հնարավորություն է տալիս նորագույն խաղերը խաղալ եւ շատ բարձր որակի, այսինքն 4K 4K հնարավորությամբ դուք կարող եք խաղալ։ Ամենակարևորը այստեղ տեղադրված է հիմնական չիպը Snapdragon XR երկրորդ սերնդի, դա որ հասկանալի լինի ինչ է, դա ամենահզոր խաղերի համար նախատեսված չիպն է, որը առանց կախելու, առանց բանի մի անգամից ձեզ թույլատրում է զբաղվել այդ ամեն ինչով։ Ամենամեծ թերությունը ինչ ունի Apple-ը։ Դրանք ոչ մեկն են, ոչ երկուսն են, ոչ երեքն են, պարզապես թերությունների շարք է եւ պրավալի հետևից։ Ես սրանով նաեւ վարել եմ մեքենա եւ շատ նորմալ է, շատ լավ է։ Ամենամեծ առանձնահատկություններից սկսեմ, այս գլխարկը դնելուց հետո ինձ պետք չի ինչ-որ sense մեծ լարերով բան, որ մտցնեմ գրպանս, մի հատ երկրորդն էլ մտցնեմ այս գրպանս, որ հանկարծ իմ Apple Vision-ը բանը կարողանա աշխատի լիցքաթափվելուց հետո, ինձ պետք չի, մեկ անգամյա լիցքավորմամբ աշխատում է 3 ժամ։ Ամենահետաքրքիր բանը, որ ուզում եմ ձեզ ասել, դա հետևյալն է, ես կարող եմ այս ամենը կառավարել եւ ձեռքերի օգնությամբ եւ հեռակառավարման վահանակների օգնությամբ, սա պարզապես ֆանտաստիկ է, դուք տեսնում եք, իմ լավ ընկերն է Արմանն է Պետրոսյան, ով նկարահանում է, նստած է իմ հենց դեմ դիմացը, սա շենքն է, սա բակն է, սա ծառն է, ամեն ինչ ես հոյակապ տեսնում եմ, այսինքն այնպիսի խնդիր ես չունեմ այստեղ, որ ինչ-որ գլուխս ցավում է, աչքերս ցավում են եւ էլի պիտի համեմատություն անեմ առաջին հերթին Apple Vision Pro-ի հետ։ Apple Vision Pro-ները վերջին սերնդի 800-850 գրամ են, մոտավորապես 1 կիլոգրամ։ Այս սարքը մոտավորապես կես կիլոգրամ է եւ ընդհանրապես գլուխը չի ծանրաբեռնում, գլխացավ ձեզ մոտ դժվար առաջանա։ Խնդրեմ, սա application-ներն են, app-երն են, որոնք իրենց մեջ կան, ուրեմն ինչ ունենք այստեղ, browser-ը ունենք, remote desktop ունենք, YouTube, Instagram, WhatsApp, WhatsApp-ին կարող եք ավելացնել ձեր համարը եւ միանգամից զանգ կատարել եւ video call կարող եք կատարել եւ ում հետ video call-ի մեջ է կտեսնի այս ամենը։ Բնականաբար Instagram ֆայլերը, Facebook, սա այն է, ինչ իր մեջ տեղադրված է, առանձին նույնիսկ այստեղ տեսնում եք Messenger-ն է, YouTube, փորձենք մտնել YouTube, սա բրաուզերով եմ ես մոտ գործում, ինքը ունի նաև առանձին, հիմա ասեմ ինչի համար եմ ես անում, ուզում եմ հասկանալ ինչ հնարավորություններ ունի, դնենք ինչ-որ վերջի երգը, ենթադրենք Թաթա Սիմոնյանի, իդեպ շատ լավ երգ է, վերջին երգը Տաթև Ասատրյանի հետ։ Այս սարքից հետո այլևս անիմաստ է օգտագործել հեռուստացույցը, օրինակ, չգիտեմ, լավ էկրանով հեռուստացույցի արժեքը բավականին թանկ է։ Այստեղ մենք ունենք հնարավորություն դնել ամենաբարձր որակի վրա, այս պատկերացնում եք սա ինչ է, Ժորժ ջան, մի հատ խնդրում եմ ուշադիր նայեք, իմ էկրանի մեծությունը, սա էլ դեռ բավարար չէ։ Պատկերացնում եք էկրանի մեծությունը 4K-ով է բնականաբար այդ ամեն ինչը, որ ձեր համար հասկանալի լինի, ես հիմա կանգնում եմ, շարժվում եմ, որ հասկանալի լինի։ Տեսնում եք իմ էկրանը այստեղ է, մնում է այստեղ իմ էկրանը, այստեղ ես ունեմ նաև ձայնը բարձրացնելու հնարավորություն, հասկանալի է ձեզ ինչ է, ես մոտենում եմ, ոչինչ չի փոխվում իմ իրականության մեջ։ Ես կողքից եմ, ուզում եք սենց նայեմ Տաթևին Ասատրյան։ Մի ամենածիծաղալուն է սա, էկրանի մյուս կողմն եմ։ Ենթադրենք ես սենց նայում եմ Թաթայի կլիպը եւ ուզում եմ տեղափոխվել վիրտուալ իրականություն, չեմ ուզում տեսնել այս շենքը, չեմ ուզում տեսնել բակը, ընդամենը 2 հատ սեղմում եմ կողքը այսպես եւ բարի գալուս վիրտուալ իրականություն։ Մոտենում եմ սա ձեռքերով, արդեն կարող եմ անել։ Այստեղ ինձ հարցնում է, ուզում ես քո համար նոր վիրտուալ իրականություն ստեղծեմ, իդեպ կարող եք միանգամից մի քանի էկրան փոխել, այսինքն մի քանի պատուհան բացել։ Սա արդեն վիրտուալ իրականությունն է, նույն տարբերակով էկրանը մեծացնում ենք, այստեղ եւ ավելի ենք մեծացնում, սա արդեն վիրտուալ իրականությունն է,
Meta Horizon, այդպես է կոչվում։ Ես կարող եմ տեղափոխվել Հիմալայներում նայել իմ ֆիլմը, ցանկացած տեղ կարող եմ ես տեղափոխվել եւ ընդամենը 2 անգամ այսպես ենք անում եւ վերադառնում ենք մեր իրականությունը։ Սա ինչ վերաբերում է բրաուզերին եւ հնարավորություններին, բնականաբար մի քանի անգամ ավելի տպավորիչ է, քան Apple Vision-ինը, սա 360 աստիճան է վիզիոն լինե։ Վայ։ Եկեք բարձրացնենք 2160-ի վրա է դրված։ Չէ, դուք պատկերացնում եք սա ինչ է։ Սա անհավանական է։ Ահա, շափալախեցինք մինյոնի։ Apple ջան, դու մի զբաղվի ես VR-ներով, դա քոնը չի, ես վստահաբար ասում եմ քոնը չի, որովհետև էլի եմ ասում, իրանց օկուլուսներով ցուկ ենք, այնքան շուտվանից են այս թեմայի մեջ, որ ձեր մասին խոսելը արդեն ավելորդ է ձեր հսկայական 1 կիլոգրամանոց ինչ-որ բանով, որ ձեր գլխին է դրվում, ինչ հնարավորություններ ունի հսկայական store-ն ինքը, այսինքն այստեղ կան վիրտուալ իրականության հետ խառնված իրական աշխարհները, բազմաթիվ խաղեր եւ ես ձեզ ասեմ, որ խաղերը ոչ միայն պարզապես խաղեր են, այլ որ հասկանալի լինի ձեզ համար ինչի մասին է խոսքը, Batman Arkham City-ն են հորինել հատուկ սրա համար եւ կան top խաղեր, որոնք բավականին թանկարժեք են։ Ինչ կարող եմ ասել սարքի մասին ընդհանուր առմամբ սիրելի հետևորդներ։ Ֆանտաստիկ սարք է, եւս մեկ անգամ կրկնեմ, որ Apple Vision Pro-ն նույնիսկ իր կողքը չի կարող կանգնել եւ տեխնոլոգիաներով գտնվում է մոտավորապես քարի դարում, ինչպես տեսնում եք, ես այստեղ 2 մեծ էկրան ունեմ, մեկի վրա ցույց է տալի, թե ինչպես եմ ես ներբեռնում խաղերը, ինչ հնարավորություն ես ցանկանամ, այստեղ ես ունեմ եւ միանգամից կարող եմ բացել նաեւ երրորդին էկրանը տեղադրել այստեղ, ֆանտաստիկ է, չէ՞, 1 էկրան, 2 էկրան, երրորդ էկրանը մեջտեղում նստած է իմ ընկերը, օպերատորը Արմանը Պետրոսյան, որը նույնիսկ չի էլ պատկերացնում, թե ես ինչ եմ անում եւ ինչի մասին եմ ես խոսում ընդհանուր առմամբ։ Վիրտուալ եւ իրական աշխարհները երբ որ խառնվում են, միախառնումն է, միախառնված իրականության սարք է սա կոչվում։ Ես արդեն մոտավորապես երկար ժամանակ է սա իմ գլխին տեղադրված է, ոչ մի խնդիր ես չունեմ։ Կարող եմ եւ ձեռքերով կառավարել, այնինչ ես տեսնում եմ, միանշանակ շատ հստակ աշխատում է, շատ աշխուժ սենսորները աշխատում են, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում այստեղ եւ կարող եմ այս հեռակառավարման վահանակներով դա անել, բազմաթիվ են խաղերը, ինչ տեսակի խաղ ուզում եք, ոնց ուզում եք, վիրտուալ իրականության մեջ կարող եք տեղափոխվել, սա իմ Apple համակարգիչն է, MacBook-ն է, միացնում ենք եւ այստեղ անմիջապես ասում է Ready to connect, okay, այստեղ ես էլի մի քանի էկրան բացելու հնարավորություն ունեմ, այստեղ արդեն իսկ պետք չի, հիմա նայեք, սա իմ համակարգչի էկրանն է, որը երբեք այսքան մեծ չի եղել, սա ուղղակի ֆանտաստիկ է, հիմա փորձենք, նախ ես ասեմ, որ mouse-ը շատ լավ է աշխատում, ուզում եմ ձեզ ցույց տալ հետևյալը, որ հասկանալի լինի, թե ինչ բարդ գործողություններ է կատարում, Սա Adobe Premiere ծրագիրն է, բոլոր մոնտաժանողները գիտեն, որ այս ծրագիրը այսպիսին է կարելի է օգտվել, կարելի է եւ այլն։ Այս փոքր էկրանի փոխարեն, ես հստակ դուք եք տեսնում եմ ես ամեն ինչը, իմ հեռախոսի էկրանն եմ նորմալ տեսնում, որը շատ բարդ է, եթե համեմատում ենք մնացածի հետ։ Դուք պատկերացնում եք ինչի մասին է խոսքը, ինչ մանրամասներ ես կարող եմ տեսնել սրա վրա։ Այսինքն մոնտաժային բոլոր հնարավորություններով սա ձայնն է, համակարգիչից է ձայնը բարձրանում, կարող եք միացնել նաև, որ այստեղից ձայնը գա։ Այսինքն այստեղ մոնտաժի ոչ մի խնդիր մենք չունենք, հսկայական մեծ էկրանի վրա ես կարող եմ տեսնել այն ամենը, ինչը ես անում եմ եւ միանգամից ինչպես տեսնում եք առանց եւ նույն տարբերակով ինքը միանում է նաեւ PlayStation-ին կամ ցանկացած այլ device-ի, որին որ դուք ցանկանում եք, էլի, այսինքն ինքը ոչ մի տիպի խնդիր չունի։
Սա ենթադրենք կարող եք, չգիտեմ, save անել սովորական բանի նման կարող եք հակել ձեր էկրանի համակարգչի, պլյուս դրան մետայի մեջ ինչ որ կա, ինչպես տեսնում եք, ցանկացած բան կարող եմ ես այս հսկայական էկրանի վրա միացնել, նայել, սա իմ հաղորդումներից։ Մյուսն է, որը մենք կարող ենք միացնել եւ դիտել հենց Apple-ի վրա, էլի ոչ մի խնդիր ինքը չունի։ Այսինքն սա բաց համակարգ է, հասկանում եք, դուք կարող եք այս համակարգում ներբեռնել ցանկացած բան, ինչը դուք ցանկանում եք, այսինքն ինքը բաց է ցանկացած ծրագրի համար։ Apple Vision Pro-ում չկան մեծ հնարավորություններ, այսինքն app-երի տեսքով, խաղերի տեսքով, բրաուզերի օգտագործման տարբերակով։ Այստեղ Android-ը բաց համակարգ է, հսկայական խանութ կա on-line, որտեղից կարող եք գնել այն ամենը, ինչ դուք ցանկանում եք։ Կարող եք ներբեռնել, կարող եք ինստալ անել եւ օգտագործել առանց որևիցե խնդրի։ Սարքը կարող եք միացնել ձեր PlayStation-ին, կարող եք միացնել ձեր notebook-ին եւ Apple եւ սովորական Windows-ով աշխատող, կարող եք միացնել ձեր հեռուստացույցին, եթե շատ ցանկանաք, խելացի տան պարագայում այս սարքը կարող եք միացնել կոֆեի պատրաստման սարքին եւ սրանով կառավարել այդ ամենը։ Սա, ինչպես ասեցի, իր պաշտոնական խանութն է, որտեղ հսկայական քանակությամբ են, այսինքն կան խաղեր, app-եր, աշխարհներ, Horizon Plus-ը կա, դիլերը կան եւ wishlist-ը կա։ Բնականաբար բոլոր սոցկայքերը այստեղ կան եւ դուք կարող եք մտնել եւ Safari browser, կներեք Safari Apple-ը էլի եկա, չեմ կարողանում էլի, չեմ կարողանում կտրվեմ Apple-ից։ Սովորական բրաուզերով Google-ի կարող եք մտնել, ներբեռնել այնտեղից ցանկացած բան, նայել ձեր Facebook-ը, Instagram-ը, ցանկացած սոցկայք, բացի դրանից այստեղ կան հավելվածները, որոնք աշխատում են հոյակապ, կան նաև խաղերը, բավականին թանկարժեք խաղեր կան, մինչև $100 եւ ավել։ Իմ ձեռքով սա բարձրացնել, հասկանում եք ինչի մասին է խոսքը, սա ֆանտաստիկ է, այստեղից ես կարող եմ բռնել թեկել էկրանը այնպես ինչպես ես եմ ուզում, ինչպես ինձ է հարմար, արժե արդյոք ձեռք բերել Meta Quest 3-ը մոտավորապես $600 արժողությամբ, միանշանակ այո, եթե դուք հետաքրքրված եք վիրտուալ իրականությամբ, եթե դուք մոտ եք կանգնած նորագույն տեխնոլոգիաներին, ապա հաստատ այս ամենը ձեր դուրը կգա։ Համեմատության մեջ, եթե համեմատենք մյուս այլ սարքերի հետ, հիմա Samsung-ն էլ է ներկայացրել իր նոր VR գլխարկը Apple Vision Pro-ն գիտեք, այնտեղ մի շարք HTC-ն ունի եւ այլն, դրանք մրցակցությունից դուրս են, որտեղ Samsung-ինը, որը համարվում է լավագույնը, պարզապես հիմարություն է եւ դեբիլություն է, ոչ մի բան նորմալ չի աշխատում։ Եվ այսպես, որն է իմ վերջնական կարծիքը, շուկայում գոյություն ունեցող լավագույն երկու սարքը դա Meta Quest 3-ն է եւ Apple Vision Pro-ն, կան բազմաթիվ այլ սարքեր, որոնց չեմ ուզում անդրադառնալ, որոնք որակապես զիջում են։ Երբ համեմատում ենք այս երկու սարքերը, Meta Quest 3-ը եւ Apple Vision Pro-ները ամենավերջին սերնդի, ընդամենը մեկ տեղում եւ մեկ կետով է Apple Vision-ը հաղթում։ Պատկերի հստակությամբ, ես ձեզ ձայնագրեցի, ցույց տվեցի, թե ինչպիսին է դրսի պատկերը։ Նորմալ է, բավարար է, լավ է, բայց անուն արդարության նշեմ, որ Apple Vision-ը մի քանի անգամ ավելի որակյալ է, այսինքն իրական պատկերը շատ ավելի լավ ենք մենք տեսնում։ Դա միակ առավելությունն է։ Անցնենք մնացածի։ Apple Vision Pro-ի վրա չկան խաղերի բազմազանություններ, չկան application-ներ, անհասկանալի սարք է, լավ որակյալ, բայց անհասկանալի։ Այստեղ բաց համակարգ է, Android համակարգն է, կատուս էր եկավ։ Android համակարգ է, բաց համակարգ է, ցանկացած բան կարող եք ներբեռնել, այն ինչ գոյություն ունի համացանցում, ցանկացած բան կարող եք ներբեռնել, որի հնարավորությունը չունի Apple Vision Pro։ Այստեղ արդեն հաղթում է։ Երկրորդ ամենամեծ կարևոր առավելությունը Meta Quest 3-ը ես կարող եմ միացնել ցանկացած սարքի հետ, ինչպես տեսակ, նույնիսկ MacBook Pro-ի հետ, PlayStation-ի հետ, հեռուստացույցի հետ, ցանկացած խելացի device-ի հետ ես կարող եմ կապ հաստատել սրա միջոցով եւ ինչպես տեսակ բարդագույն մոնտաժային ծրագրերը Apple-ի միջոցով բացում ես հսկայական էկրանի վրա տեսնում ես։ Այստեղ նույնպես հաղթում է Meta Quest-ը։ Ամենակարևոր հանգամանքներից մեկը Apple-ը այնքան խելացի է գտնվել, Cupertino-ի տղեկը այնքան խելացի են եղել, որ առանց էնել ծանր սարքը ավելի են ծանրացրել, սարքելով 850 գրամ, մոտավորապես 1 կիլոգրամ գլխի դնում ես այդ անիմաստությունը եւ մանես գալի։
Բան չունեմ ասելու, վիճելն անիմաստ է։ Այստեղ պլաստմաս է օգտագործված մի խոսքով։ Որակյալ այդքան էլ չեն մասերը։ Apple-ում բնականաբար ալյումին, ամեն ինչ շուշատ թղթված ընտիր, բայց ում է պետք այդ ամեն ինչը, որ արել եք, պարզապես Meta Quest-ը տղեկ ձեզ գցել է քացու տակ ու տշում է։ Պարզապես գնդակի նման, սենց այս միցերից մյուս ծերն է հարվածում ձեզ ու դուք գնում եք եւ իմ կարծիքն է ինչի եք մտել այդ ասպարեզ, ախր Ցուկերբերգը իր օկուլուսներով 2013 թվականից այս ասպարեզումը դուք տենց որոշեցիք, որ գալու եք, մտնեք ու շուկան գրավեք, առհա թե շուկան կգրավեք, այդ արդեն մնացածի մասին է։ Եվ ամենակարևոր մեծ հսկայական տարբերությունը Apple Vision Pro սկսած 3000 դոլարից Նորից կրկնեմ, Apple Vision Pro 3000 դոլար, Meta Quest 3 մեծ հաշվով 600 դոլար եւ դուք ունենում եք ավելի շատ հնարավորություններ, քան այդ անիմաստ ողորմելի սարքը համեմատության կարգով։ Ընդամենը մեկ տեղ է հաղթում Apple Vision-ը։ Մնացածը ձեռք բերեք Meta Quest 3, շատ հետաքրքիր սարք է, չի ձանձրացնում, ֆունկցիաները բազմապիսի են, խաղերը ցույց տվեցի բազմապիսի են, այնպես որ իմ կարծիքը միակն է։ Ձեռք բերեք Meta Quest 3 եւ կիսվեք ձեր կարծիքով, կիսվեք իմ վիդեոյով, իմ YouTube-յան ալիքով, թողեք ձեր տպավորությունները եւ կարծիքները, որպեսզի նման կոնտենտ ավելի շատ լինի։ Շնորհակալություն։